Բարի երեկո բոլորին, շատ նախ շնորհակալ եմ, որ այս երկուշաբթի ամենադժվար շաբաթվա օրը երեկոն նվիրել եք սենց դժվար թեմաներին, նոր որ գալիս է Յաննային ասում եմ, ձմեռը անսպասելի եկավ Երևան, հենց անսպասելի գալիս է օդի աղտոտումը բարձրանում մակարդակները, ես պահանջված եմ լինում տարբեր տեղեր վատ թեմաների մասին խոսելու, բայց այսօր կաշխատենք նաև շատ վատ թեմաներից չխոսալ, մեկ-մեկ է լավ թեմաներից կխոսանք։ Աննան արդեն ասեց, ես Լիլիթն եմ Սահակյան, ասեց աշխարհագրական գիտությունների դոկտոր, արդեն նոր օրենքով ասում, բայց իրականում ավելի հարազատ աշխարհագրական գիտությունների թեկնածու։ 26 տարի աշխատում եմ այս ասպարեզում շրջակա միջավայրի գիտությունների, ավելի շատ Հայաստանում հայտնի որպես գյուղեկոլոգիա անվամբ եւ 26 տարին էլ աշխատում եմ Գիտությունների ազգային ակադեմիայի էկոլոգա-նոոսֆերային հետազոտությունների կենտրոնում, կրճատ կասենք էկոկենտրոն, որ շատ տենց երկար չլինի։ Եվ այդ գիտական ակտիվ 20 առաջի տարիները նվիրված են եղել հիմնականում շրջակա միջավայրի շատ խնդիրներին, բայց հատկապես աղտոտման խնդիրներին, իսկ կոնկրետ դիսերտացիան եղել է Երևանի մասին։ Ինչ ասեմ, այս մասով չգիտեմ ինչ ասեմ, որ շատ չտխրեցնեմ, բայց տխուր բաների մասին ենք խոսելու, հետո երևի հարցերով ավելի հետաքրքիր կլինի, որտեվ իմ համար մի քիչ տես տարօրինակ ձևաչափ է, երգչուհի եմ, ինձ ավելի շատ զգում, քան ուրեմն զեկուցող։ Ասեմ, որ Հայաստանը ցավոք սրտի շրջակա միջավայրի խնդիրներով առանձնանում է, ոչ միայն խնդիրների ինտենսիվությամբ, այլ նաև բազմազանությամբ։ Եվ մեր կենտրոնը երկար տարիներ հետազոտում է այդ շրջակա միջավայրի խնդիրները եւ Երևանը այն կարևոր օբյեկտն է եղել, որ երկար տարիներ հետազոտել ենք։ Այս միշտ հպարտանում եմ, որ Երևանը այն ունիկալ քաղաքներից է աշխարհի մակարդակով, որ ունի համարյա թե 40 տարվա երկրաքիմիական հանույթներ եւ երկրաքիմիական ինֆորմացիա, այսինքն մենք կարող ենք Երևան քաղաքի երկրաքիմիական պատմությունը ստեղծել, ոչ թե կարող ենք, այլ ստեղծում ենք ongoing, անընդհատ կարգավիճակով։ Եվ կարողանում ենք նաև տեսնել, թե քաղաքը ինչպես է դինամիկ համակարգի տեսքով արձագանքում տեղի ունեցող բոլոր սոցիալ-տնտեսական, քաղաքական, երբեմն նաև մշակութային փոփոխություններին ու դրանով էլ Երևանը առանձնանում է, որ կարողացել ենք այդ ֆլուկտուացիաները տեսնել, թե ինչպես է ազդում շրջակա միջավայրի վրա։ Բայց եթե գամ մեր առաջի վերնագրից, շրջակա միջավայրի որակը որպես կյանքի ցուցիչ, ասեմ, որ կյանքի որակի մասին մի քիչ տարբեր հասարակություններում, ոչ Հայաստանում շատ է քննարկում եւ այդ ցուցիչները բազմաթիվ են։ Իրավական հարցերից, առողջության հարցերից մինչև շրջակա միջավայրի որակ եւ հենց այս հետազոտությունները, որով ես երկար տարիներ զբաղվել եմ, հենց կախված են շրջակա միջավայրի որակի հետ, որը շրջակա միջավայրի քիմիական կազմի մասին է։ Ինչ է դա նշանակում, ցանկացած պետություն պետք է ունենա իր երկրաքիմիական առանձնահատկությունների բացահայտված անձնագիրը, սենց ասած, որպեսզի հասկանա, թե ինչ քիմիական իրավիճակում է ապրում, որպեսզի կարողանա ցանկացած տնտեսական եւ ոչ տնտեսական գործունեության պայմաններում հասկանա, որ շրջակա միջավայրի անվտանգությունը ապահովված է։ Եվ երբ որ մենք ասում ենք շրջակա միջավայր, շատ հաճախ մարդն է գալիս առաջի տեղում, որովհետեւ մարդու շրջակա միջավայրի մասին ենք մենք հիմնականում հետազոտություններ իրականացնում, բայց նաև այդ քիմիական կազմը միայն մարդով չի պայմանավորված, այսինքն ի սկզբանե բնությունն է մեզ թելադրում, թե ինչ իրավիճակում ենք ապրում, հետո անթրոպոգենեզը արդեն իր դերը կամաց ուրեմն ունենում է։ Եվ Հայաստանը շատ հարուստ է այդ տարբեր տարածքներով, ոչ միայն մենք սովորենք ասել, որ կենսաբազմազանությամբ է հարուստ Հայաստանը, բայց նաև ելնելով իր հարուստ երկրաբանությունից, նաև շրջակա միջավայրի քիմիական որակն է տարբեր, ինչպես բնությունից, այնպես էլ անթրոպոգենեզից ելնելով։ Եվ եթե մենք շատ միշտ սովոր ենք խոսել հանքալեռնային տարածքների մասին, որ
աղտոտված են, այնտեղ գյուղատնտեսություն չի կարելի անել, որովհետև աղտոտումը հող-ջուրբույս համակարգով անցել է մինչև սնման շղթաներ, մեր հետազոտություններն են այդպես ցույց տվել։ Այո, դա այդպես է, բայց մենք պետք է միշտ հիշենք, որ հանքալեռնային տարածքները միշտ տարածականորեն կցված են այնպիսի տարածքներին, որոնք կոչվում են կենսաերկրաքիմիական մարզեր, որտեղ երկրաբանությունից ելնելով բնությունը էվոլյուցիոն զարգացման ընթացքում հարուստ է բնականորեն այս կամ այն տարրերով։ Այսինքն այդտեղ տարրերը արդեն անկախ նրանից հանքավայր, մարդ կա թե չկա, բնությունը հարուստ է այդ տարրերով, որոնք կոչվում են տիպոմորֆ տարրեր։ Եվ կան տարածքներ, ինչպիսիք օրինակ Երևանի տարածքն է, որտեղ երկրաբանությունը չի ենթադրում հարուստ այդպիսի քիմիական կազմ։ Դրա համար շատ հաճախ, երբ որ մենք խոսում ենք շրջակա միջավայրի խնդիրների, հատկապես աղտոտման խնդիրների մասին, մենք այդ տարանջատումը պետք է անպայման մեր մտքում ունենանք։ Եվ դրա համար, եթե հանքալեռնային տարածքներում մենք խոսում ենք աղտոտման մասին մի քիչ այլ անկյունի տակ ենք նայում, հա, եթե հետաքրքրի մանրամասն է, բայց Երևան քաղաքի ընդհանրապես քաղաքային տարածքների շրջակա միջավայրի աղտոտման խնդիրների մասին խոսելիս պետք է հասկանանք, որ օրինակ ծանր մետաղները կամ պոտենցիալ տոքսիկ տարրերը, հաստատ ծանր մետաղներով ավելի շատ հայտնի կլինի ձեզ այդ տերմինը, Երևանում հիմնականում մարդածին են, այսինքն բնությունը այդքան հարուստ չի եղել այդ տարրերով, ինչքան որ մենք տարիներ շարունակ գրանցում ենք, անկախ նաև այդ իմ ասած սոցիալ-տնտեսական եւ քաղաքական ուրեմն ֆլուկտուացիաներից։ Եվ դրա համար հիմա արդեն մենք 20 տարի շարունակ պրոֆեսոր Սաղաթելյանի ուրեմն գիտական հրատարակություններում Երևանը նկարագրվում է որպես տեխնոգեն երկրաքիմիական մարզ, որտեղ պոտենցիալ տոքսիկ տարրերը արդեն մեր օբյեկտիվ իրականության մասն են։ Ինչի ենք շատ խոսում այդ պոտենցիալ տոքսիկ տարրերի մասին, որովհետև իրանք աչքին չերևացող աղտոտիչներ են, եւ մենք շատ սիրում ենք փոշու մասին խոսել, որովհետև փոշին տեսնում ենք հերիք չի մեկ քթում զգում ենք բերանում էլ հետը տնային տնտեսուհիները կամ փոշի մակրողներն էլ տանը գիտեն, որ մի ժամ հետո լրիվ նույն վիճակն է, ապա պոտենցիալ տոքսիկ տարրերը անձեն աչքով չեն երևում, դրա համար շատ հաճախ մարդիկ մտածում են, որ չեմ տեսնում, ուրեմն գոյություն չունի։ Բայց իրանք ցավոք սրտի Երևան քաղաքի բնակիչներն են արդեն երկար տարիներ եւ մենք ուզենք թե չուզենք, պետք է ուրեմն մեր բոլոր տարածքային պլանավորման, տնտեսական, քաղաքաշինական բոլոր գործունեությունների ժամանակ հաշվի առնենք դա։ Մի օրինակ, հա, գիտեք, մենք միշտ ասում ենք, ինչ անում ենք երեխաների համար ենք անում, այ օրինակ Երևան քաղաքում խաղարապարակ ենք ստեղծում, որի հողերը նախապես չենք ուրեմն ուսումնասիրել, աղտոտված են թե չէ։ Ինչի եմ ասում խաղարապարակ ու երեխաներին, որովհետև մեր հետազոտությունները բոլորին են վերաբերում եւ մենք կարողանում ենք երկրաքիմիական մեթոդներով առանձնացնել բոլոր այն ռիսկային տարածքները եւ այդ ռիսկային տարածքներում այդ էկոլոգիական պրեսի տակ ապրող մարդկանց նաեւ հասել ենք նրան, որ առողջական ռիսկերն են գնահատում, բայց հետո հետազոտություններ անում ենք թիրախավորված հասարակության խոցելի խմբերի համար, օրինակ երեխաների, որովհետև իրանք ավելի խոցելի են արտաքին ազդակների նկատմամբ, դեռևս չունեն լիովին զարգացած իմունային համակարգ եւ այլն, բազմաթիվ գործոնների ուրեմն շնորհիվ են իրանք հանդիսանում հասարակության խոցելի խմբերը եւ երեխաների համար աղտոտված տարածքում առանց հողերը հետազոտելու ստեղծում են խաղարապարակ։ Այս մի օրինակ, այստեղ ափսոս սլայդեր չեմ կարողանում ցույց տամ, դրա համար իմ համար մի քիչ տարօրինակ է բանանելը, միշտ գալիս է մի նկար, մեր կենտրոնը գտնվում է Աբովյան 68 հասցեում, մուտքը հերացուց է, հա, ու երբ որ մեր պատոհանից, սենյակներից մեկից պատոհանից նայում ենք, միշտ տենց տարածքային սխալ պլանավորման մի հատ օրինակ կա, նկարի մեջ պետքա ուրեմն ունկնդիրները սենց ասած տեսնեն ինչա երևում, սենց փողոց է, հերացի են բանուկ փողոցն է, դիմացը բնակելի շենք է։ Ու ծառերի տակ, սենց փողոցի վրա երևում է խաղարապարակ, սղարաններ եւ այլն, առանց որևիցե մի ուրեմն պատնեշի, այսինքն երեխեքը որ սենց թափով սղում են, գալիս կարան ընկնեն մինչեւ փողոց։ Բացի այդ անվտանգային հարցերը, որը այս վերջի տարիներին լուծել են արդեն ինչ որ պատնեշ են դրել, այնտեղ պարզա, որ հողերը աղտոտված են եւ երեխաները այնտեղ խաղալուց ուղիղ ձեռք բերան ուրեմն ուղով ազդեցության տակ են գտնվում, հատկապես այն բալիկները, որոնք հաճախ
մատերը տանում են իրանց բերանը առանց լվալու։ Եվ բացի ուրեմն հողում եղած մնացած բոլոր վտանգավոր բաները, նաև պոտենցիալ տոքսիկ տարրերն են ուրեմն գնում։ Երկար տարիներ մեր հետազոտությունները այսպես իրականացնում էինք, այ որ հրավիրում են բոլորիդ, ովքեր չեն եղել մեր կենտրոնում գան հյուր, եւ կտեսնեն, որ շրջակա միջավայրի երկրաքիմիայի բաժնում, որի ղեկավարը հիմա Գևորգ Տեփանոսյան, մենք ունենք Երևանի ընդհանուր աղտոտման ձեռքով կազմած քարտեզներ։ Եվ այդ ձեռքով կազմած քարտեզներից մենք հիմա արդեն հասել ենք ԱՏՀ տեխնոլոգիաների, վաղուց ենք հասել, հիմա էլ շարունակում ենք ԱՏՀ տեխնոլոգիաներով քարտեզագրված, եւ այդ քարտեզների մեծամասնությունը նախորդ գենպլանում քաղաքի ներառված էր։ Հիմա այդպիսի բաներ ներառված չեն մեր գենպլանում, ամեն դեպքում ես տեղյակ չեմ, եթե ներառվածել են։ Ինչու են դրանք կարևոր, որ ներառելուց հետո մարդիկ կարողանան որոշումներ կայացնել արդեն գիտահեն եւ կարողանանք ասենք, որ ռիսկը չեն կարող չեզոքացնել, բայց կարող ենք նվազեցնել։ Այն նվազեցման մի փորձ արեցինք եվրոպական մի պրոյեկտի շրջանակներում, Շուշանիկն էլ այստեղ նստած է։ Երբ մենք Երևանը քարտեզագրեցինք, հասկացանք, որ պոտենցիալ տոքսիկ մետաղների առումով այդ աղտոտումը մնացել է ոնց կա Երևանում, որոշակի փոփոխություններով, մենք որոշեցինք հետազոտել մանկապարտեզները եւ մեր հետազոտությունները թանկ-հաճույք են, այդպես չեն կարող առավոտը արտանալ, ուզել ու գնալ հետազոտելու, դրա համար գնացինք քաղաքապետարան շատ տարիներ առաջ եւ ասացինք, որ ուզում ենք հետազոտենք, քաղաքապետն ասեց, բա որ մի բան գտնեք։ Դրանով հումորը իր հետ շփումները ուրեմն ավարտվեցին, մենք ռեսուրսներ գտանք եւ մեր ռեսուրսներով հետազոտեցինք Երևան քաղաքի մանկապարտեզների հողերը եւ 30%-ի հողերում այս կամ այն տարը գերազանցում էր սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները։ Այդ ժամանակ ես վերադարձել էի Նորվեգիայից, որտեղ տեղի ուներ միջազգային երկրաբանական կոնգրեսը, որը ոնց որ գիտական օլիմպիադան է, 4 տարին մեկ է տեղի ունենում։ Այնտեղ Նորվեգիայի մեր գոլեգաները պատմում էին, որ այնտեղ եթե խաղարապարակում կամ մանկապարտեզների հողում գոնե 1 տարի պարունակություն մոտենում է սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներին, ապա փոխում են ամբողջ խաղարապարակի հողերը։ Բարձա Երևանում ոչ ստուգում են, Հայաստանում մենակ Երևանում չասեն, ոչ էլ փոխում են։ Եվ այդ հետազոտությունների արդյունքում, շնորհիվ դրան, որ մենք արդեն ունեինք մանկապարտեզները իդենտիֆիկացված, որտեղ ինչ ունենք, մենք կարողացանք Մեկենասի եւ քաղաքապետարանի հետ միասին այդ եվրոպական ծրագրի շրջանակներում իրականացնել բնահեն լուծում։ Այսինքն ստեղծել կանաչ պատ, որը պետք է պատնեշ հանդիսանար նոր աղտոտիչների մուտքի համար դեպի մանկապարտեզներ, դեպի մանկապարտեզ։ Ու ես միշտ այդ մասը պատմեմ, որ երբ որ միամիտ գիտնականները մտնում են տենց գործերի մեջ, հետո հասկանում են, որ շատ կենցաղային եւ սոցիալ-տնտեսական հարցեր կա, որ մենք հաշվի չենք առնում։ Օրինակ այդ մանկապարտեզում, եթե չեմ սխալվում, ռոռոկման համակարգ կար, բայց ջուր չկար։ Մենք գնացինք, տնկեցինք, մեր աղջիկները այդտեղ նստած են, իրանք իրանց ձեռով ամեն օր գնում էին ջրում էին, որ կպներ այդ կանաչ պատը։ Հետո հասկացանք, որ բա այգեպանի հաստիկ չունի մանկապարտեզը, ինչ որ մեկը պետք է մշակի։ Եվ այլն, եւ այլն։ Մի խոսքով մեր ռեսուրսներով կարողացանք այդ ամեն ինչը կազմակերպել, կանաչ պատը ստեղծվեց ու այս Շուշանիկի հետ հենց Երևանում մի բնապահպանության վարչության պետ էր փոխվում, ես ու Շանիկը սենց բոլոր թղթեր վերցած գնում էինք, պատմում էինք, ասում էինք, հələ տեսեք, այս բոլոր պորտալներում եվրոպական մտել, եկեք տենց անենք, որ գոնե տարեկան վերանորոգվող մանկապարտեզներ ունենան այդ կանաչ պատը, որը հետո հետազոտեցինք իհարկե նաև, որտեղ գիտնականները հիմնականում ավելի շատ հետազոտության մասն են սիրում եւ հիմնական եզրակացություններն էր, որ այո, այդ պատնեշը ինչ որ դրական ազդեցություն ունի, անհրաժեշտ պայման է, բայց ոչ բավարար, այսինքն միջոցառումները ելի ավելի խորն են պետք անել, բայց գոնե այդ պրիմիտիվ բանը, որ կարող էինք երեխաների համար անել եւ վարակիչ լիներ, մենք չկարողացանք հասնել դրան, որ դառնալ ուղղակի մի հատ ավականու որոշում, որը պարտադիր կլիներ բոլոր վերանորոգվող մանկապարտեզների համար։ Եվ հասկացանք, որ ամեն դեպքում պետք է հետազոտությունները շարունակել, որովհետև ինչ որ մի պահ, ես հույսով եմ ուղղակի, որ Հայաստանում որոշումները կկայացվեն գիտահեն։ Եվ այդ ժամանակ ինֆորմացիան կլինի ամենաեն թանկ բանը, որը
կունենանք մենք միշտ առանձնանում ենք դրանով, որ ինֆորմացիայի ենք տիրապետում եւ մեր այս գիտական հաղորդակցությունները շատ զգուշ ենք անում, որովհետեւ մարդկանց կյանքերի հետ գործ ունենք, երբ որ ես ինքս մամա եմ, հա, երբ որ գիտեմ, որ ինչ որ աղտոտված պայմաններում ապրում իմ երեխան, պետք է հասկանամ, բա ինչ անեմ, եւ երբ որ այդ ինչ անեմը չես կարողանում տալ ներկայացնել, մի քիչ այլ դաշտ է մտնում։ Եվ օդի աղտոտման վերաբերյալ, որը հիմա շատ տենց մոդա է դարել, որովհետև էլի անսպասելի հենց եկավ ձմեռը, մենք էլի նույն սմոգի տակ ենք, բայց պետքա տխրեցնեմ ձեզ, որ Երևանը բոլոր սեզոններին օդի աղտոտմամբ առանձնանում է, ոչ միայն պոտենցիալ տոքսիկ տարրերով, այլ փոշով։ Եթե պոտենցիալ տոքսիկ տարրերի մասին ասեցի, որ դրանք հիմնականում ունեն անթրոպոգեն ծագում, ապա փոշին եւ, որովհետեւ մենք շատ հաճախ մոռանում ենք, որ այս վերջերս ինտերվյուի մի հասարակագետ ասեց, վայ, ես այնքան եմ ուզում բնությունը վերադառնա Երևան, ասեցի պետքա զգուշ երազել, որովհետեւ Երևանը բնությամբ կիսաանապատային եւ 4 տափաստանային գոտում է, եթե երազում եք, կարող է այդքան էլ լավ չլինի։ Բայց այո, մենք երազում ենք կանանչ քաղաք ունենալ, ոչ միայն նրա համար, որ կանանչը ավելի հաճելի է աչքին, այլ նաև որտեվ դա կարևոր է կիսաանապատային եւ 4 տափաստանային գոտում գտնվող քաղաքի համար։ Բացի դրանից Երևանը, եթե քարտեզի վրա նայեք, բավականին մոտ է գտնվում աշխարհի անապատներից, այսինքն երբեմն մենք նաև Սահարայի անապատից եկած փոշիների ազդեցության տակ ենք գտնվում, դրա համար մենք ունենք այդ խնդիրները։ Ուրիշ բան, որ մենք մեզնով, անթրոպոգենեզով ուրեմն այդ ամեն ինչը ավելի սրում ենք, հա, ինձ թվում է բոլորդ անձեն աչքով տեսնում եք բաց շինարարությունները, չնայած որ դաչիկներ են դրած 160 քանի հատ արդեն PM-ների համար, տեսնում եք աղբը եւ շինարարական նյութը ինչ բաց վիճակով են տեղափոխում, տեսնում եք, որ մեքենաները միշտ հիմնականում աղտոտված են, փոշին չի նստեցվում շինարարական տարածքներում։ Եվ բացի դրանից, այս վերջերս Շուշանիկի հետ հրավիրված էին քաղաքների անվտանգության վերաբերյալ զեկույց ունենալուն, եւ երբ որ նայեցի աշխարհի մակարդակով, գիտեք, աշխարհի բնակչության 55-ից 58%-ը ապրում է քաղաքային տարածքներում։ Եվ հետաքրքիր է, որ երբ ասում ես 58%, այդքան էլ տենց չի զգոնացնում, ինչքան որ ասում ես 4 միլիարդ մարդ ապրում է քաղաքային տարածքներում եւ ընդամենը տարածքում, որը զբաղեցնում է աշխարհի ցամաքի մոտավորապես 3%-ը։ Հայաստանում մի քիչ այդ թվերը ավելի խիստ են, ավելի շատ բնակչություն է ապրում քաղաքային տարածքներում, ավելի փոքր տարածքներում եւ դրանց մեծամասնությունը 34-ից 37%-ը ապրում են Երևանում, այսինքն երբ որ մենք խոսում ենք Երևանի բնակչության անվտանգության մասին, մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետության բնակչության 34%-ի մասին, այդ չենք հաշվում ճոճանակային միգրացիայով, քանի 1100 մարդ են ուրեմն գալիս Երևանով գնում։ Այսինքն մենք դրա համար շատ հաճախ կենտրոնանում ենք Երևանում, բայց Երևանի վրա, բայց մեր հետազոտությունները միայն Երևանով չեն սահմանափակվում, ենք համարյա թե ունենք մեր խոշոր քաղաքների բոլորի այդ երկրաքիմիական անձնագրերը ստեղծած եւ գիտենք ինչ էկոլոգիական եւ առողջական ռիսկեր կան մեր քաղաքներում։ Այսինքն դժվար պայմաններում ենք ապրում մենք մեր քաղաքային ուրեմն տարածքում։ Լուծումներ կան, լուծումները հայտնի են, ուղղակի մենք մի տեսակ չենք սիրում այդ լուծումները տեսնել, որովհետև նրանք թանկարժեք են, բայց շատ հաճախ նաև ես միշտ ասում եմ, որ ունեն մասնագիտական քթածակի խնդիր, որովհետև երբեմն կան հարցեր, որ կարելի է ուղղակի զուտ քթածակի մասնագիտական ուրեմն գիտելիքների հաշվին իրականացնել։ Այ մի նախաձեռնության խնդրեցին, որ ես մասնակցեմ խաղարապարակների էլի անվտանգության գնահատման մեջ, ոչ միայն էկոլոգիական, այլ նաև տեխնիկական, եւ չեք պատկերացնում ինչ զավեշտալի նկարներ էին բերել։ Ուրեմն խաղարապարակներ կան, որ մի երեխան էս մասում ճոճորվում է, հա, այն մյուսը սղալով գալիս է, ասում է այդ երեխան, շատ անվտանգ, հենց ասֆալտի վրա, ինչ ասես կար, բայց այդ խմբում կար մի ուրեմն ճարտարապետ աղջիկ,
որը կարողանում էր ցույց տալ, թե մեկ ճիշտ դիրքավորված ծառը օրինակ խաղարապարակում ինչքան կարող էր լրացուցիչ էկոհամակարգային ծառայություն մատուցել մեր քաղաքի համար։ Այսինքն շատ հաճախ մենք էկոլոգիական խնդիրներն էլ մնացած խնդիրների հետ միասին նաև ավելի շատ արդյունավետության մասին են, ռեսուրսների արդյունավետ կառավարման, տարածքների արդյունավետ կառավարման, լանդշաֆտների արդյունավետ կառավարման մասին են, որը ցավոք սրտի մենք չունենք։ Հատվածական ինչ-որ երևացող բաներ ենք անում, որը ոչ մի համակարգային բնույթ չի ունենում։ Եվ մենք ապրում ենք ոչ որակյալ շրջակա միջավայրով շրջապատված։ Բայց այս վերջերս նաև մենք կարողացանք հավաքել, չգիտեմ, ծանոթ է ձեզ այդ կոնցեպտը թե չէ, անգլերենով կոչվում է One Health, հայերենով թարգմանում ենք մեկ առողջություն, բայց մի տեսակ ոնց որ համապարփակ առողջության մասին է, էլի ոչ թե մեկ առողջության մասին է։ Եվ մենք Երևանի համար նաև կարողանում ենք սննդի անվտանգության հետազոտություններ իրականացնել, որպեսզի կարողանանք ի վերջո այդ մեկ առողջություն կոնցեպտի շրջանակներում հասկանալ, թե ի վերջո Երևանի բնակիչները շրջակա միջավայրից մինչև սննդի անվտանգություն ինչ իրավիճակում են ապրում եւ որն է այն դոմինանտը, որը ավելի շատ ազդում է իրենց բարեկեցության, առողջության եւ ուրեմն կյանքի որակի վրա։ Այս վերջերս բարև ձեզ, նախ շնորհակալություն ելույթի համար։ Մի քանի շատ են քննարկվում օդի աղտոտվածության հարցերը ու տեսա, որ նույն խնդիրներով տառապում է նույնպես Կազախստանը, Ալմատի քաղաքը ու հարցս այն է, իրանք էլ են նույն մերես անապատային, ինչ ասեցիք, այդ նույն գոտում են գտնվում, նույն խնդիրն է, այսինքն ու այդ տարածաշրջանը ոնց որ թե նույն ու ավելի կրկնակի ոնց որ թե ավելի կեղտոտ է օդը։ Երբ որ խոսում ենք աղտոտման մասին, պետք է հասկանանք, որ աղտոտիչների մասին է խոսքը։ Փոշով, այո, ես կարծում եմ Ալմատան նույնպես մեր արևադարձային 4 տափաստան անապատային գոտում է գտնվում, այսինքն այնտեղ sense tenants բնականորեն այդ փոշին կարող է լինել, բայց խնդիրը նրա մեջ, ես կոնկրետ Ալմատայում չգիտեմ, բայց մեր տարածաշրջանի մեր տիպի քաղաքներում այդ մոռացա ասեմ, շատ հետաքրքիր մեթոդ կա, ես ինքս էկոլոգ եմ, ես ինքս հետազոտում եմ, հասկանում եմ, չէ, ինչ օդի պայմաններում ենք մենք ապրում, բայց ես ոչ մի միջոցառում չեմ անում։ Իսկ երկրներ կան, որտեղ կան դատչիկներ, Ալմատայում չգիտեմ կա թե չկա, երբ որ օդի աղտոտման մակարդակը այնպես է բարձրանում, որ արդեն կարմիր աստիճանին է լինում, բառից բուն իմաստով քաղաքը կանգնում է։ Այսինքն տրանսպորտային հոսքերն են ուրեմն դադարում, արդյունաբերական ձեռնարկություններն են դադարում աշխատել, կան դեպքեր, որ մանկապարտեզները եւ դպրոցներն են փակվում, միջև իջնում է դեպի, չգիտեմ, դեղինը, արդեն կամաց-կամաց քաղաքը զարթնում է եւ կանանչ արդեն ամեն ինչ օքեյ է։ Եվ այո, շատ նենց չի, որ մենք ենք միակ քաղաքը, որ աղտոտված ենք, եվրոպական քաղաքներում էլ լուծված չեն այդ հարցերը, ուղղակի այո, բնակլիմայական պայմաններից ելնելով չեն կարող համեմատվել եվրոպական քաղաքների հետ։ Մենք նաև մի հետաքրքիր ծրագրի մեջ կարողացանք Երևանը մտցնել, իմ ասպիրանտը Նայրուհին, որ հետո պաշտպանեց հաջողությամբ, կարողացավ 21 եվրոպական քաղաքների, այդ թվում Երևանի, միաժամանակ նույն ծառատեսակից, ծառի տերևը դիտելով որպես փոշի կլանող մակերես, նմուշարում իրականացրեցինք տրանսպորտային հանգույցից եւ կանանչ տարածքից եւ Նայրուհին համարյա թե ստրկուհու կարգավիճակով գնաց Նեապոլի համալսարան եւ 2 ամիս բոլոր այդ եվրոպական նմուշները Երևանի հետ միասին միկրոսկոպով անցկացրեց, տեսավ ինչպես փոշու մասնիկները եւ փոշու ազդեցությունը հիմնական մասնիկների փոքրությունից է կախված եւ քիմիական կազմը եւ Երևանը նույնպես առանձնացավ, բայց այնպես չի, որ միայն Երևանն էր այդ աղտոտված քաղաքների շարքում։ Այո, շատ քաղաքներ կան, որ դեռևս չեն հաղթահարել եւ 4 կլիմայական գոտում գտնվող քաղաքները հատկապես դժվար են հաղթահարում այդ շրջակա միջավայրի խնդիրները, եթե չունեն բավարար կանաչ եւ կապույտ ենթակառուցվածքներ քաղաքային տարածքներում։ Իսկ պոստսովետական քաղաքները, ես կարծում եմ, այս բոլոր վայրուվերումներից հետո ունեն այդ խնդիրները։ Խոսեցիք
տարերի ավել լինելու մասին կամ փոշու քանակությունից ավել լինելու մասին, բայց մի բան է, երբ որ այդ տարերը կամ փոշին քանակություն շատ են, մի ուրիշ բան է ռիսկը, որը կա առողջության համար, այսինքն ոնց է չափվում, թե այդ ամեն ինչը առողջության համար տանգա ներկայացնում, որովհետև վերջին շրջանում հատկապես Երևանում շատ են խոսում, լավ աղտոտված օդը դա մեր առողջությանը ինչ վնաս է օրինակ հասցնելու։ Այո, ցավոք սրտի Երևանում աղտոտման խնդիրները շատ հաճախ ունենում են նաև առողջական ռիսկ, այսինքն ռիսկը ոնց է հաշվում, որ տվյալ ծանրաբեռնվածության տակ կյանքի ընթացքում ապրելու ժամանակ հավանականություն կա, որ այս կամ այն հիվանդությունը կառաջանա, հա, քաղցկեղածին կամ ոչ քաղցկեղածին, եւ մենք կարողանում ենք դա հաշվել շրջակա միջավայրի երկրաքիմիայում, ինչպես օդի, փոշու, այնպես էլ մնացած ուրեմն բոլոր բաղադրիչների համար եւ այո, շատ դեպքերում նաեւ պարունակությունները առողջական ռիսկեր են պարունակում, այսինքն հավանականություն, որ կարող է լինել ուղիղ կապ դեռևս շրջակա միջավայր եւ առողջություն դեռևս տենց ապացուցված չունենք, եթե դա սուր ազդեցության մասին չի, քրոնիկ ազդեցությունը միշտ հիվանդատության ուրեմն մակարդակի աճ է բերում եւ քանի որ օրինակ քաղցկեղի համար արտաքին գործոնները շատ են, գենետիկ հակվածությունից մինչեւ արտաքին ուրեմն միջավայրի որակ, նաեւ ստրես, շատ հաճախ Հայաստանում քաղցկեղի այս աննախադեպ քանակները կապում են նաև այդ մի քանի տարին մեկ մեծ ցնցումներով, ստրեսերով անցնելու հետ, որովհետև երբ որ դու ստրես ես ստանում, օրգանիզմդ ավելի խոցելի է լինում արտաքին ազդակների նկատմամբ եւ շատ հաճախ մի պիկ մենք ունեցել ենք քաղցկեղի երկրաշարժից հետո եւ հետո արդեն բարբերաբար այս բոլոր հասարակական կարևոր ցնցումներից հետո մենք ունենում ենք այդ խնդիրները, դրա համար ուղիղ կապ շրջակա միջավայր եւ առողջական խնդիրներ շատ քիչ սպეციფიկ ուրեմն դեպքերում կարող ենք ֆիքսել։ Իսկ ինչ որ հետազոտություն կա, թե Երևանում ու հարակից տարածքներում գործող հանքերի այդ փոշու պարունակությունը ինչա ու ինչքանով է այդ ազդում մարդու առողջության վրա։ Լավ հարց տվեցիք, շնորհակալություն, երբ որ ես փոշու աղտոտման մասին խոսում եմ, այդ հանքավայրերը մոռացա նշել։ Պաշտոնական տվյալները եւ ոչ պաշտոնական տվյալները տարբեր թվեր են ասում, 23-ից մինչեւ 29 հանքավայր կա գործող եւ չգործող Երևանի տարածքում եւ կից տարածքներում, որոնք ուրեմն կարող են Երևանի վրա ազդել եւ շատ հետաքրքիր ու քաղաքապետարանը մեզ նամակ ուղարկեց խնդրանքով, որ հետազոտենք այդ ուրեմն հանքավայրերը, բայց ես տենց որպես երևանցի որոշեցի, որ երևանցիներից ավելորդ ծախս չենք անելու եւ մեր հետազոտությունները չենք անելու, խորհուրդ տվեցի, որ այս սմարթֆոներով օրը 2 անգամ, երբ լեռնավտային քամիները Երևանում ուղղությունները փոխում են, գնան ուղակի կանգնեն այդտեղ եւ նկարեն, բացարձակ պարտադիր չի, որպեսի հետազոտություն անեն, որպեսի հասկանանք, որ այդ փոշու ազդեցությունը քաղաքի վրա կա եւ այո, դրա համար եմ ասում, որ մասնագիտական քթածակի եւ նաեւ կամքի հարց է, հասկանանք, թե առաջնահերթություն ունենք մենք առողջ միջավայր ապահովելու, որ գոնե նոր հանքեր ուրեմն չունենանք եւ քաղաքապետարանին առաջարկեցի այդ ժամանակ, որպեսի այդ գումարները, որ ուզում էին մեզ հատկացնեն մի լքված հանքավայրի, որոնք պրինցիպի պետքա շմագ անցած լինեին եւ դա ունենային, ուրեմն կարողանային իրանց ռեկուլտիվացնել, սարքել մի հատ հավես մոդելային մի բան, երբ որ ինչ որ մի տնտեսվարող գար ասել ուզում եմ հանքը շահագործեմ հերթական, ասեին այս շմագում մինիմում սենց մի բան պետքա վերջում ունենաս կամ ընթացքում, որպեսզի դու կարողանաս ուրեմն քաղաքի տարածքում հանք, կարհանք եւ նմանատիպ բաներ ուրեմն շահագործես։ Բայց ցավոք սրտի մենք ունենք այն ինչ ունենք եւ այո դրանք իրանց կարևոր ներդրում ունեն օդի աղտոտման մասին, շնորհակալություն հարցի համար, ես դա մոռացել էի նշել։ Մեկ էլ Սովետաշենի աղբանոցի այդ այրումների հետ կապված չխոսացինք, ու մեկ էլ կխնդրեի, եթե ասենք մենք որպես քաղաքացի, ասենք ինչ լուծումներ կարանք, ասենք պետությունից պահանջենք 3 լուծում, որը որ որոշ չափով կարա մեղմի իրավիճակը։ Շատ դժվար հարցեր եք տալիս։ Նու Բարաշենը սենց քիմիական ռումբա Երևանի
կողքը, Երևանի վրա, Երևանի տակ, չգիտեմ ոնց ասեմ, Երևանի համար։ Այո, եւ էլի վերջերս ինչ որ քննարկման է եւ շատ ճիշտ նշեցին, որ երիտասարդներն էին կազմակերպել, խնդրել էին որպես խոսնակ մասնակցենք ու ինչ որ մեկը շատ բուրըն արձագանքեց, որ ինչ է երիտասարդների ուսին դնում է վրա այն նուբարաշենը, այն փիղնախնդիրների, որը հենց լուծեցիք, ինքը կարա ցույց տա, որ մենք որպես քաղաք, որպես հասարակություն կարանք այդ այնց աչքի ցցում ծանր մետաղ չի որ չտենաս, էլի հոտնել ես զգում, ամեն ինչն էլ զգում ես, տեսնում ես, այրվում է եւ էլի միշտ այրվում է անսպասելի ամեն տարի։ Հիմա այդ խնդիրը պետքա լուծել, դա համակարգային խնդիր է, որը Հայաստանի մակարդակով է։ Դուք եթե գնաք Սարեր ձորեր, կտեսնեք ամեն Սարի ու ձորի տակ մի հատ տենց անվերահսկելի աղբակույտ կա։ Տեսակ ոնց որ աղբակույտում ապրենք եւ այո, այդ ձեր ասած առաջի գործողություններից մեկը պահանջել, որպեսզի Նուբարաշենի հարցը լուծվի։ Դրա համար մեծ խելք, գիտություն շատ պետք չի, դրա համար պետք է ռեսուրսներ եւ նաեւ կամք այդ հարցը լուծելու։ Ես արդեն 26 տարվա պատմություն ունեմ, դեռևս ուսանող էի, ասում էին, հեսա ճապոնացիները գալիս են այնտեղ ինչ որ մի հատ գործարան սարքեն ու տենց այդ ճապոնացիները չիմացանք ինչ եղան։ Տենց էլ չեկան այդ գործարանը չսարքեցին, բայց հեսա ակադեմիական քաղաքը որ սարքենք այնտեղ ամեն ինչ խելացի կանենք։ Այո, Նուբարաշենն է, որ առաջի հարցն է, որ պետքա լուծել, շատ կարևոր է լուծել տրանսպորտի հարցը։ Քանի որ քաղաքը էկոհամակարգ, այսինքն համակարգի կանոններով մի բանը որ փոխում ես, մնացածի վրա էֆեկտ է ունենում։ Երեք մենք քննարկում էինք ընտանիքով, թե հասարակական տրանսպորտը ինչքան լավ կլինի, որ այնպես աշխատի ժամանակին տեղին, որպեսզի յուրաքանչյուր ընտանիք մեկից ավել ավտո չունենա եւ դու չկարողանաս ուրեմն A կետից B կետ հասնես եւ հասկացանք, որ A կետից B կետ հասնելու համար, եթե 2-3 տարի առաջ 20 րոպե էր տևում, հիմա 40, parza որ է տենց աճելու է։ Եվ այդ ամեն ինչը parza իր ազդեցությունը ունի մեր օդի աղտոտման վրա։ Հանքավայրերն էլ այն կարևոր հարցներ, որ գործընկերը բարձրացրեց, որ հանքավայրերն է պետք է հասկանանք, մենք ուզում ենք այդ հանքավայրերը շահագործենք, թե չէ։ Պարզ է, հարուստ բոլոր ուզում են ապրել հարուստ ու առողջ քան աղքատ եւ հիվանդ։ Բայց պետք է հասկանալ, որ այդ հանքավայրերը, այդ տրանսպորտը, այդ մեր մասնագետներին դեմքով չկանգնելը իր ազդեցություն ունի։ Եվ եթե 4-րդ համապարփակ ասեմ, այդ գիտնականների հետ լեզու գտնելն է, որպեսզի կարողանանք մեր հետազոտությունները ծառայեցնենք որոշումների կայացնողներին, հա, ու դա երկկողմանի պետք է լինի, որտեվ երբեմն գիտնականներն են այս լեզվով են խոսում, որ ոչ մեկ բան չի հասկանում։ Դրա համար պետքա այն կողմից էլ գա այդ պահանջը, որ ինչ են ուզում, որպեսզի հետազոտեն։ Իսկ այդ գիտնականները, ասենք կառավարություն երկխոսության համար հիմնական խնդիրները, այսինքն որոնք են պաշտոնյաները չեն ուզում լսեն, ինչն է, այսինքն որ լսելի չեն կարող դարձնել գիտնականները իրենց խոսքը։ Գիտեք, այս նախարարություններից կամ քաղաքապետարանից զանգում են ինչ որ հարցով եւ ես միշտ մոտ տենց պատկերավոր տպավորություն է, որ իրանք մտածում են, որ սենց մի հատ գրադարանա դրած, գրադարակա դրած, իրանք որ զանգում են մի հարցով, գիտնականը պետք է գնա, ասի մի րոպե, քաղաքապետարան Նուբարաշեն մի րոպե գնա, բացի սենց թերթի, ասի հեսա ունեմ։ Բայց parza որ այդպես չի գիտնականը, այդ մյուս մի կողմն է, հա, որտեվ նաև այսօր պետական մոտեցումը գիտության նկատմամբ դեպի պետական խնդիրները չի, դեպի ավելի շատ միջազգայնացմանն է, որը շատ լավ է, դա մեր ստատուսը բարձրացնում է եւ քարտեզի վրա գիտական մենք մեր տեղը ունենում ենք, բայց այն խնդիրները, որոնք կոնկրետ մեր բնակավարում հետաքրքիր են պետությանը, հետաքրքիր չի միջազգային գիտական ուրեմն հանրությանը, դու չես կարողանում հրատարակվես չնայած, որ որպես գիտնական հիմա այդ խնդիրը դրված է։ Մի կարևոր խնդիր է դա, որ գիտնականի ֆունկցիաները եւ իր ուսերին դրված բեռը խիստ տարբերվում է պետության բեռից, եւ մյուսը, որ ամենակարևորն է, ինստիտուցիոնալ հիշողության բացակայությունը պատկան մարմիններում։ Դա միայն չի վերաբերում քաղաքական թիմերին, դա վերաբերում է նաեւ քաղաքական մեկ թիմի
պաշտոնավարման ժամանակ պաշտոնների փոփոխության, այ որ ասում էի Շուշանիկի այդ գոլեգայիս հետ գնում էինք, պատմում էինք, մինչև պատմում էինք, մինչև համոզում էինք, արդեն բարձրում էր, որ այդ վարչության պետին փոխել են եւ մերոնք իրար հետ տենց չեն փոխանակվում, shift delete անում են ինչ էլ որ ունեին, նոր գնում են։ Եվ դու չես կարողանում ամեն անգամ սկսում ես նոր տողի խորքից եւ չես կարողանում հասցնել։ Մյուս կողմից էլ Հայաստանի Հանրապետությունում չկա այդ օղակը, որը կմարսի գիտական արդյունքները եւ կտա հասարակությանը, որոշումների կայացմանը, բնակչությանը եւ այլն, եւ հակառակը պետությունից եւ հասարակությունից կվերցնի խնդիրներ, դա կդարձնի գիտական խնդիր եւ կտա գիտնականներին, որպեսի հետազոտեն։ Հիմա ինչ որ աշխատանքային խմբեր կա, որում նաեւ ESM-ներ արված, կոչվում է պետական կարիքների ծրագրեր, որի իմաստը նա, որ պատկան մարմինները տալիս են Հայաստանի ռազմավարական ուղղություններից ելնելով խնդիրներ, եւ մենք գիտնականներով փորձում ենք դա ոնց որ պատվեր սարքել, հա տենդերի նման մի բան սարքել։ Եվ գիտության կոմիտեն, բարձրագույն կրթության գիտության կոմիտեն մրցույթներ է հայտարարում, գիտնականները դիմում են մրցույթների, փորձաքննություն են անցնում եւ շահում են, բայց պատկերացնում եք արդեն քանի տարի անցավ։ Իսկ պետությանը արդեն պետք էր դա ունենալ 3 չառաջ օրը։ Այսինքն մի քիչ այդ պահն է, որ չեն կարողանում ժամանակի, տարածքի եւ ռեսուրսների առումով գումարվենք։ Իրանք մեր վրա են շատ մեծ պահանջներ դնում եւ հույս ունեն, որ մենք ամեն ինչ պետք է ունենանք, բայց որ չենք ունենում, հիասթափվում են եւ հակառակը։ Շրջակա միջավայրի գիտություններից միջև սննդի անվտանգություն եւ տիեզերական տեխնոլոգիաների կիրառում։ Այս իմ ամենասիրած թեման է, որովհետեւ խոսալու եմ մեր կենտրոնի մասին, որը ստեղծվել է 1993 թվականին, այն մութ ու ցուրտ տարիներին, եւ մեր հիմնադիր տնօրենը, մեր գիտական դպրոցի հիմնադիրը պրոֆեսոր Սաղաթելյանն է, դոկտոր պրոֆեսոր, այն ժամանակվա դոկտորներից եւ պրոֆեսորներից, որը երկրաբանական ուրեմն տնտեսական կատեգորիայից sense ասած եկավ եւ որոշեց, որ շրջակա միջավայրին նվիրված ավելի շուտ տեխնոգենեզի հետազոտության նվիրված կենտրոն պետք է ստեղծի եւ բոլոր այն ուղղությունները, որ ինքն այն ժամանակվանից դրել է, մենք միջև այսօր պահում ենք, կան որ շատ հաջողությամբ, կան որ մի քիչ հաջողությամբ, բայց փորձում ենք պահել։ Եվ շատ դինամիկ ենք մենք, որովհետև անընդհատ մեր մոտ ավելանում են ուրեմն տարբեր բաժիններ։ Ինչ ենք մենք հիմնականում հետազոտում, մենք հետազոտում ենք շրջակա միջավայրի գիտությունները, այսպես կոչվում, որը բնական եւ հասարակական համակարգերի փոխազդեցության մասին է եւ այդտեղից առաջացած բոլոր խնդիրների։ Եվ երկար տարիներ հետազոտելուց մենք հասկացանք, որ մի քիչ առաջ էլ պատմեցի, որ շրջակա միջավայրի աղտոտման խնդիրները արդեն վերաճել են եւ հասել են, դարձել են սննդի անվտանգության խնդիրներ։ Համար 2010 թե 11 թվականին, միշտ մոռանում եմ Դավիթ Կոհուշի 11-ին վարչապետի հատուկ որոշումով մեր կենտրոնում ստեղծվեց կենտրոն, որը զբաղվում էր սննդի շղթայի, զբաղվում է միջև օրը սննդի շղթայի ռիսկերի գնահատմամբ, ուղղակի անունը երկարա չեմ ասում Դավիթը կասի, հա։ Եվ մենք սկսեցինք, ուրեմն փակեցինք արդեն շրջակա միջավայրից մինչև սննդի անվտանգություն ցիկլը եւ կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ, մասնավորապես ԱՏՀ եւ հեռազնման տեխնոլոգիաներ, որը հնարավորություն է մեզ տալիս այդ բոլոր հետազոտությունների մեջ ինովացիան պահել զարկերակի վրա եւ մենք դինամիկ ենք այ վերջի 3 տարիները գիտության ֆինանսավորման շնորհիվ նաեւ ավելացման շնորհիվ մեր կենտրոնում 3 թե 4 խումբ նոր բացվել մեքենայական ուսուցման, հեռազնման տարբեր տեխնոլոգիաների, պարենային անվտանգության եւ սննդանյութերի գնահատման, այնքան դժվար բաներ են։ Այո, եւ մենք կարողանում ենք արդեն գիտության նորագույն ուրեմն նորարարությունները բերել նաեւ ինտեգրել մեր գիտության հետ եւ մենք շատ հպարտանում ենք մի քանի կարեւոր բաներով։ Բացի այն, որ մենք շատ սիրում ենք մեր ղեկավարին եւ իր անունի շուրջ է ամեն ինչ պատտվում էկոկենտրոնում, չնայած որ 6 տարի ինքը չկա արդեն, մեր հետ չի։ Մյուսը մենք շատ հպարտանում ենք այն գիտական դպրոցով, որ ստեղծվել է եւ շարունակվում է ստեղծել, որը շատ միջ գիտակարգային է։ Այսինքն մեր կենտրոնում աշխատում են տարբեր գիտական դիսցիպլինաներից մարդիկ, աշխարհագետներ, երկրաբաններ, կենսաբաններ, քիմիկներ,
տեխնիկական գիտությունների մասնագետներ, օթերթաբաններ, սննդագետներ, անասնաբուժներ, չէ, եւ IT մասնագետներ։ Այդ բոլորով մենք իրար հետ շատ սիրում ենք ընկերություն անել եւ գիտական հետազոտությունների ամենահետաքրքիր մասը հենց այդ ժամանակավոր խմբերում է, որ մենք ստեղծում ենք որոշակի խնդիր, գիտական խնդիր լուծելու համար եւ ամեն մեկս մեր մասնագիտական, ուրեմն մեթոդական, հասկացական ապարատից ինչ որ բաներ ենք բերում եւ նորությունները հենց այդտեղ են ելնում։ Օրինակ, շրջակա միջավայրի երկրաքիմիա հեռազնում, այսինքն ուրեմն հեռազնման տեխնոլոգիաներով փորձել հասկանալ աղտոտման խնդիրները ուրեմն երկրի վրա ռադիոէկոլոգիա, սննդի անվտանգություն, շրջակա միջավայրի երկրաքիմիա։ Մենք սիրում ենք տենց իրար հետ շատ ընկերություն անել եւ հետազոտությունները միասին իրականացնել։ Մյուսը ասեցի թիմային աշխատանքն է, որ մենք շատ գնահատում ենք, առանց դրա չենք ուզում եւ մենք ռոպագանդում ենք նաեւ այդ թիմային գիտական աշխատանքը, նաեւ մեր կրթական բլոկում, որտեղ բացի գիտությունը մեր կենտրոնում կա նաեւ կրթական բլոկ, որը ներկայացված է տարբեր մակարդակներում, հիմնականում մագիստրատուրա եւ ասպիրանտական դպրոց ունենք շրջակա միջավայրի գիտություններում եւ գեոէկոլոգիա, բնօգտագործում, բնապահպանություն, բնակավարներում։ Եվ ունենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոն, որը կոչվում է կրթություն հանուն կայուն զարգացման, որը ոչ ֆորմալ, ուրեմն ասում են էլ ցկյանս չի կարելի ասել, ցկյանս կրթություն, որովհետև դա նշանակում է մահվան կրթություն, էլի միջև մահ, ամբողջ կյանքի ընթացքում կրթության շրջանակներում եւ մենք շատ աշխատում ենք դպրոցների հետ, նաեւ այդ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնով մենք հանդիսանում ենք նաև հետաքրքիր մի ծրագիր կա կրթական, GLOB կոչվում է, NASA-ի ծրագրերից է։ Մենք դրա ուրեմն focal point-ն ենք Հայաստանում եւ շատ տենց լուրջ հիմքերի վրա դրած գլոբալ ծրագիր է դպրոցականների համար։ Իրոք գիտությունը տանում են դեպի դպրոց։ Մի օրինակ բերեմ, որ անցյալ տարի է ժամանակներն էր այդ annual meeting-ին, երբ որ մասնակցում էի, իտալացի գոլեգաները ասեցին, որ 4 տարի չեն կարողանում գլոբի պրոտոկոլ դարձնել հողերում պլաստիկի հետազոտման սոպերը։ Այսինքն լուրջ գիտնականներ նստած սոպ են մշակում, թե ինչպես աշխարհի տարբեր դպրոցներում միաժամանակ նույն մեթոդով հետազոտություն անեն պլաստիկի վերաբերյալ։ Եվ մյուս քննարկումն էլ այդ կամաց արդեն երևի մի քիչ կառնչվի նաև մյուս թեմայի հետ, այն էր թե ինչպես Ֆրանսիայի դպրոցների առաջի դասարանցիների, որոնք 4 տարեկանից են գնում առաջի դասարան, կրթական ծրագրերում մտցնեն առողջող կոնցեպտը։ Ու տենց NASA-ից լուրջ ծածաններ նստած դա էին քննարկում, որովհետև Եվրոպայում հիմա դա առաջնահերթություն է, բայց դա մեր հաջորդ թեման է։ Էկոկենտրոնում մենք բացի կրթական ծրագրերը, որ նշեցի, նաև ունենում ենք ամառային սեզոնային դպրոցների շարք, մեր պրոֆեսոր Սաղաթելյանի մահվանից հետո իր հիշատակին նվիրված ամառային դպրոցներ են երիտասարդների համար, որտեղ խորագիրը շրջակա միջավայրի գիտություն, միջակետ ու ինչ-որ խորագիր, կախված նրանից, թե ինչն է ակտուալ, ինչը կարող ենք ապահովել, եւ այնտեղ մի քանի հիմնական բաներ կա, որ մենք պահում ենք, փորձում ենք նախ գիտնականի հիշատակը վառ պահելու համար, երկրորդը լուսաբանելու համար այդ գիտական ուղղությունը, որը դե ֆակտո Հայաստանում կա, բայց դե յուրե չկա, գոնե երրորդ կրթական մակարդակով։ Մյուս կարևորը այն է, որ մեր լեկտորները բացառապես անվճար են կարդում, անկախ նրանից միջազգային թե տեղական լեկտորներ են, իսկ մասնակիցների հետ կապված կարևորը թիմային աշխատանքն է, որտեղ նաև մեր մագիստրատուրայում մենք ներդրել ենք նախագծահեն կրթություն, որտեղ թիմային աշխատանքը ամենակարևոր ուրեմն կոմպոնենտներից մեկն է, որպեսզի կոտրենք ենք կարծրատիպը, որ հայերը չեն կարողանում թիմով աշխատանք անել։ Եվ օրինակ նախագծահեն կրթության շրջանակներում մագիստրանտները գիտեն, որ եթե ստանում են, բոլորով են ստանում նախագծահեն կրթության շրջանակներում, եթե կտրվում են, բոլորով են կտրվում։
Այդ ժամանակ երևում է, չէ, Գրիգոր, թե կուրսը ինչքանով անկեր, ինչքանով կարա ուրեմն աշխատանքի բաժանումանի, ժամանակի բաժանումանի որոշում կայացնի, պատասխանատվություն կրի եւ այլն եւ այլն։ Այսինքն այն հետազոտության բոլոր կոմպոնենտները, որ կարևոր են, դնում ենք նաեւ մեր սեզոնային դպրոցներում եւ մեկ օր տեսական գիտելիք ստանալուց հետո հաջորդ օրը մենթորների հետ խմբերը բաժանվում են եւ սկսում են աշխատել։ Այդտեղ նաեւ շատ կարեւոր է, Շանիկն է շատ սիրում նշել, որ գիտականությունն է անպայման դրած այդ ամեն ինչի մեջ, որպեսզի այ բնապահպանությունը մի քիչ տենց վտանգավոր ոլորտ է, ակտիվիստից գիտնական, գիտնականից ակտիվիստ թռնելու համար։ Դրա համար մենք փորձում ենք այդ գիտականությունը ապահովել եւ նաեւ այդ հետազոտություն անելու հաճույքով վարակել են երիտասարդներին մոտ 300, որ արդեն մեր սեզոնային դպրոցներով անցել են։ Մյուս սեզոնային դպրոցը էլի մեր երիտասարդ գոլեգա ունեինք Գարիկը Տեփանոսյան, որ երիտասարդ ժամանակ ուրեմն կորցրեցինք, ինքը հեռազնման տեխնոլոգիաների մասնագետ էր եւ մյուս համառային դպրոցն էլ հենց շրջակա միջավայրի խնդիրների հետազոտությանն է նվիրված հեռազնման տեխնոլոգիաներով եւ դա էլ շատ նորարարական հետաքրքիր թեմաներ են, ամեն տարի մի խորագրով փորձում ենք նաեւ ուրեմն հմտություններ սերմանել երիտասարդներին։ Եվ կրթական մյուս կարևոր տենդենսը, որ նաեւ մեր ձեռամբ եկավ Հայաստանի Հանրապետություն եւ նոր օրենքում արդեն ամրագրված է, դրանք միկրովորակավորումներն են, միկրոկրեդենշլները, որը նոր տենդենս է կրթության մեջ աշխարհում, տարբեր կրթական մակարդակներում, դրանք շատ խիտ, գերհագեցած կարճ կուրսեր են, որոնք մեկը սերտիֆիկատով եւ դիպլոմով են ավարտվում, ունեն որոշակի կառուցվածք եւ ուղղված են այսօրվա մեր 21-րդ դարի ժամանակի եւ տարածքի կրճատման այդ բացը լրացնելու համար, որտեղ թվում է թե 12 տարի դպրոցում ենք սովորում, 4 տարի բակալավրում, 2 տարի մագիստրատուրայում, մեկ էլ ավարտում ես, չգիտես ով ես ավարտե, գնում ես գործի աշխարհագետ ես, քարտեզը տալիս են, ասում են գնա դաշտ, չգիտես ոնց քարտեզը բռնես։ Հիմա այս միկրովորակավորումները հուսով ենք, որ այդ որակյալ կադրերի բացը կփակի, որովհետև այսօր այդ մեր կրթական տարբեր մակարդակները ցավոք սրտի արդեն որպես գործատու եմ ասում, չեն կարողանում այդ բացը ուրեմն փակել։ Եվ դա էլ նոր տենդենս է, որ մենք փորձում ենք մշակել նաև այդ միկրովորակավորումը։ Այսինքն մենք կարողացանք 33 տարում այտենց փոքրիկ կենտրոնից դառնալ բավականին մեծ, բավականին միջգիտակարգային, բավականին լավ իմաստով ագրեսիվ եւ զարգացող ուրեմն գիտական կենտրոն, որը ունի հստակ տեսլական, ունի առաքելություն եւ ամենակարևորը ունի ընդհանուր թիմ, որը ունի նույն աշխատանքային մշակույթը։ Եվ ես դա շատ կարևորում եմ, որ ուզում եմ դա բարակիչ լինի տարբեր տեղերում, որտեղ ես հպարտանում եմ մեր կոլեկտիվով, մեր ուրեմն անձնակազմով եւ դա շատ կարեւոր է ոչ միայն գիտական, այլ նաեւ մնացած բնակավարներում, որ տենց հնարավոր է թու աչքով չտամ, այս նոր օրենքից հետո չգիտենք ինչա։ Բայց ես հələ օրինակ դու ինձ Աննա ասեցիր դոկտոր, բայց ես հələ ասում եմ Գիտությունների ազգային ակադեմիա, Էկոկենտրոն Գիտությունների ազգային ակադեմիայի շրջանակներում։ Քանի որ բանախոսության վերջի հատվածն էլ նաև կապված է ուրեմն մեր հետազոտություններին հետ, ես նախորդ ուրեմն բաժնում չասեցի, որ մենք բազմաթիվ Հայաստանի Հանրապետության արչև ծառացած բազմաթիվ շրջակա միջավայրի խնդիրներ հետազոտել ենք, տարբեր մեթոդներով շրջակա միջավայրի ռադիոէկոլոգիայի տեսանկյունից, մենք նաև ունենք ռադիոէկոլոգիայի գյուղատնտեսական տեսանկյունից, սննդի անվտանգության տեսանկյունից, կիրառելով տարբեր ուրեմն ինովացիոն մեթոդներ, բայց մեր հետազոտության կարևոր օբյեկտներից եղել է եւ մնում է հողը։ Ինքը շատ տենց հետաքրքիր, բայց շատ դժվար սուբստրատ է գիտական հետազոտության համար, բայց մենք երկար տարիներ հետազոտում ենք, որովհետև օրինակ երկրաքիմիայի համար մեր դասախոսներից մեկը կուրսեցիս էլ այստեղ նստած կասի, որ ասում էր հողը լանդշաֆտի հայելին է։ Եվ այո, այդ սկզբունքով հողը ուրեմն լանդշաֆտի հայելին, այսինքն ինչ տեղի է ունենում
շրջակա միջավայրում, լանդշաֆտում, էկոհամակարգերում արտահայտվում է հողի մեջ, եւ երբ որ հողը որպես դեպոնենտ, այսինքն կուտակիչ միջավայր մենք հետազոտում ենք, կարողանում ենք հասկանալ տվյալ տարածքի կենսագրությունը, ինչը չեն կարող ասել դինամիկ միջավայրերի մասին, հա, օրինակ օդի մոնիտորինգ ինչի մեր մոտ չի ստացվում, որովհետև մենք կարող ենք օդի մոնիտորինգի, հա, դատչիկը տանենք դնենք աղտոտման աղբյուրի կողքը եւ չկարողանանք գրանցել աղտոտում, որովհետև սխալ ենք տեղադրել։ Նույնը ջրերի մասին, ամանավանդ Հայաստանի արագահոս ջրերի վերաբերյալ մենք կարող ենք փոքր քանակի անդադ աղտոտում ունենալ, բայց չափել եւ սարքը չբռնի կամ եթե բռնի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները չգերազանցեն, բայց երբ որ մենք հետազոտում ենք դեպոնենտ միջավայրերը, կուտակիչ միջավայրեր, օրինակ հողը եւ հատակային նստվածները ջրի համար, մենք կարողանում ենք տվյալ համակարգի կենսագրությունը եւ պատմությունը կառուցել, երկարաժամկետ պատկերը կառուցել։ Դրա համար եւ քաղաքային տարածքներում եւ գյուղատնտեսական տարածքներում մեր հետազոտությունները հիմնականում ուղղված են առաջի հերթին հողերի հետազոտությանը, ընդ որում հողերի քիմիային, հողերի ֆիզքիմիային, հողերի ռադիոլոգիական հետազոտություններին, հողերի հեռազնմանը, հողերին որպես սուբստրատ սնունդ անվտանգ ստանալու համար, եւ մենք էլի կարողանում ենք այդ ցիկլը փակել եւ միշտ ուրեմն հպարտանալ նաեւ այն հողերի բանկով, որ մենք էկոկենտրոնում ունենք, 8000-ից ավել հողային նմուշներ ունենք, տարբեր տարիներին Հայաստանի տարբեր տարածքներից հավաքած եւ տենց սիրուն պահած փայփայած եւ գիտեք, գիտության մեջ այսօր սարքը առար, վաղ արդեն հինը եւ ցանկացած ուրեմն փոփոխություն գիտության մեջ եւ մենք կարողանում ենք նորից հետ գնալ այդ գիտական ուրեմն պատմությունը եւ շարունակականությունը ապահովել։ Իսկ առողջ կոնցեպտը շատ հետաքրքիր ուրեմն կոնցեպտ է, հիմա գիտեք ոնց է, տենց հին բաները նոր անուններ են, չէ, դնում պիտակավորում ու ստացվում է նոր բաներ, էլի միշտ էլ գուցե առողջ կոնցեպտի մասին խոսվել է, բայց անունը ուրիշ բան ենք դրել։ Հիմա մի տարբերություն կա այս առողջ կոնցեպտի մեջ, որ ես շատ սիրում եմ, որ հողը դիտում է ոչ թե որպես ռեսուրս, այլ դիտում է համակարգ, որը ոչ միայն պետք է օգտագործես, այլ նաև պետք է պահպանես։ Թվում է, թե միշտ էլ պահպանում ենք, բայց եթե դուք ինքներդ ձեզ հարց տաք, թե հողը ձեր համար ինչ է, բացի այդ հայրենասիրական քաղաքական տերմիններից, կզգաք, որ ինքը նաև ավելի շատ ռեսուրս է, հա, ինչ որ չգիտեմ, սնունդ ստանալու համար, տուն սարքելու եւ այլն, այսինքն սպառողական մոտեցումը հողի նկատմամբ ավելի շատ է, քան իմ կարծիքով մնացած շրջակա միջավայրի մնացած բաղադրիչների նկատմամբ եւ մի քանի տարի առաջ երբ պատվեր էի ստացել ինչ որ զեկույց ունենալու հողերի վերաբերյալ առողջ հող կոնցեպտի շրջանակներում ես հետազոտեցի սահմանադրությունից սկսած մինչև բոլոր հողայի օրենսգիրքը, հողերի օրենսգիրքը եւ հողերի հետ կապված բոլոր ուրեմն նույնիսկ ազգային անվտանգության ռազմավարությունը բացառապես սպառողական մոտեցում էր հողի նկատմամբ։ Եվ սա հակասության մեջ է գտնվում այսօրվա միջազգային տենդենսներին, որոնք առողջ հողը դրել են առաջնահերթությունների մեջ։ Ու այդ գլոբ ծրագրի մասին որ պատմում էի, այդտեղ այո, այնպես են առաջնահերթությունը դրել, որ, չգիտեմ, հարթուկն էլ որ միացնում ենք, հողից է խոսում ու դա շատ կարևոր է, դա է առաջնահերթությունը։ Այս այդ ուրեմն հանդիպման ժամանակ շատ տենց նեղ սրտում էի, որ մենք փաստորեն չենք կարողանում առաջնահերթություններ դնել ոչ մի ասպարեզում եւ չենք կարողանում դա դարձնել տենց օրվա թեմա բոլորի համար, ոնց Եվրոպայում է տեղի ունենում։ Եվ այդ առողջ հող կոնցեպտի շրջանակներում նաև հողը դիտում են որպես ուրեմն օրգանիզմ, որտեղ նաև կա կյանք։ Եվ մեր կենտրոնը միայն այդ մասը չի կարողանում ապահովել, այսինքն միկրոօրգանիզմների հետազոտություն մենք չենք իրականացնում, բայց եթե այդ ցիկլն է փակենք, ապա մենք կարողանանք ասել, որ ոչ միայն մեկ առողջություն կոնցեպտին ենք կամաց մոտենում, այլ առողջ հող կոնցեպտին ենք մոտենում։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը սակավահող երկիր է, մենք պետք է արդյունավետ օգտագործենք մեր հողերը եւ ոչ միայն ռեսուրսների ու սպառողական մոտեցմամբ, այլ հատկապես առողջ հող կոնցեպտի շրջանակներում։ Եվ նաեւ գիտական իմաստով
այմա շատ նոր տենց սերմեր են գցում, որտեվ մենք գիտենք, արդեն քարտեզագրել ենք բոլոր այն աղտոտված տարածքները, հողերը, որ Հայաստանի Հանրապետությունում կան, բայց լուծումները չկան։ Այսինքն իդեալական տարբերակում մենք պետք է հետազոտենք, գտնենք, քարտեզագրենք անոմալիաները, հա, տանք այն մասնագետներին, որոնք կզբաղվեն այդ հողերի մաքրման տեխնոլոգիաներով, հետո մենք նորից կգնանք կհետազոտենք, կհասկանանք արդյոք իրանք հասել են նպատակին եւ մենք կարող ենք խոսել ուրեմն առողջացած հողի մասին։ Մենք այդ ցիկլը չունենք, հիմա փորձում ենք էկոկենտրոնում ներդնել, բայց դա շատ բարդ եւ երկարատև աշխատանք է։ Մի օրինակ պատմեմ ամերիկյան ուրեմն փորձից հողերի հետ կապված, որտեղ բառից բուն իմաստով զբաղվում են հողերի լվացմամբ, որտեղ իրանք հարուստ են, իրանք կարող են իրենց հողերը լվալ, բայց ոնց են իրանք այդ հարստությունը կուտակել հողերը լվալու, հա։ Ինչ որ մի պահ հասկացել են, որ հերիք է, աղտոտեն եւ ինչ որ ձևով պետքա վերահսկեն։ Եվ նույնիսկ մենք անհատներով, եթե իրար հող ենք վաճառում, կարգու վաճառք է տեղի ունենում, ձեզ կարող են բռնել, եթե դուք որպես վաճառող կամ դիմացինը որպես գնորդ չունի այդ անձնագիրը տվյալ հողատարածքի։ Եվ դուք ընկնում եք մեծ սանկցիաների տակ, եւ այդ ուրեմն դրամագլուխա սուպերֆոնդ անունով ստեղծվում, եւ այդ բոլոր ուրեմն բաները, փողերը կուտակվում են այնտեղ եւ գնում են դեպի հողերի ռեմեդիացիա, լվացում եւ այլն եւ այլն։ Մենք որոշակի փորձեր ունենք ֆիտորեմեդիացիայի հետ կապված, բայց դրանք տենց փոքր ինչ որ ոչ համակարգային բնույթ ունեցող ուրեմն հետազոտություններ են, որոնք չեն հասել այն նպատակակետին, իսկ նպատակակետը շատ կարևոր է այսօր Հայաստանի Հանրապետության համար։ Կարևոր է նաև, որովհետև եթե դու առողջ հող կոնցեպտի եւ ընդհանրապես հողերի վերաբերյալ ինֆորմացիայի չես տիրապետում, ապա այսօրվա պետական տենդենսը դեպի էլի Եվրոպա հայացքով տնտեսական առումով ուղղակի հնարավոր չի։ Որովհետև եթե դու չունես տվյալ հողատարածքների ուրեմն փորձագիտական քարտեզները պատմությունը, ապա դու չես կարող եվրոպացուն համոզել, որ քո գյուղմթերքը առողջ է։ Իսկ մեզանից ինձ թվում է ավելի շատ գյուղմթերք են ակնկալում, քան ինչ-որ գիտական արժեքներ կամ արտադրանք։ Եվ մենք այդ առումով էլ շատ խոցելի ենք։ Տարիներ առաջ, երբ մենք հետազոտում էինք մեղրերի մեծ ուրեմն հետազոտություն են կարել Հայաստանում եւ Արցախում ձկների եւ գյուղմթերքի, որպեսզի հասկանանք, թե անվտանգային առումով ինչ պոտենցիալ ունի Հայաստանը Եվրոպայի արտահանման շուկան գրավելու համար եւ իհարկե շատ լուրջ խնդիրներ ունենք, որպեսզի կարողանանք այդ շուկան գրավել։ Մի օրինակ ասեմ, կոնկրետ թվերը չեմ հիշում, գոլեգաներս տեղ են կհիշացնեն, օրինակ եվրոպացիները Եվրոպայում մեղր արտադրող տնտեսվարողների ստացած մեղրի նկատմամբ ունեն օրինակ 100 անվտանգային եւ որակային ցուցանիշ պահանջ, իսկ ներկրվողների վերաբերյալ 300։ Այսինքն Հայաստանում արտադրվող մեղրը պետք է այդքան անգամ որակական եւ անվտանգային ցուցանիշներով ավելի բարձր լիներ, որպեսզի կարողանար ներկրվել Եվրոպա, որտեղ իրանք իրանց տնտեսվարողներին պաշտպանում են։ Այս տեսանկյունից եմ ես միշտ նայում այդ առողջ հող կոնցեպտը, ու ես էլ երբ որ խոսում եմ, հասկանում եմ, երբ որ հողից եմ խոսում, մեկը որպես ռեսուրս եմ խոսում ու որպես սպառող։ Եվ մենք վարքագծային կանոնների փոփոխման խնդիր ունենք հողի հետ կապված, հա, եթե մասսայական այրումները դուք տեսնեք սեզոնին գյուղերից միջև քաղաք, ուղղակի չգիտեմ, բարբարոսական մոտեցում կարող ենք համարել հողի նկատմամբ, որը սպանում է հողում բոլոր այն բնական եւ օրգանական շարժվող ցանկացած բան, եւ հետո խոսում ենք ուրեմն առողջ հողի եւ դարերով եկած գյուղատնտեսական աշխատանքների մասին։ Եվ քանի որ հողի հետ կապված հետազոտությունները պետք է էլի լինեն միջգիտակարգային, այ մենք էլ լինելով այսքան միջգիտակարգային, մեկը էլի համարում ենք, որ բավարար չեն այն ռեսուրսները, որ մենք ներդնում ենք հողերը հետազոտելու համար, բայց շատ կարևոր է, որ դրանք լինեն շարունակական եւ այո, բոլոր այն էքսպերտային քարտեզները, որ մենք ունենք եւ այն ատլասները, որ մարզ ստեղծում ենք, հիմա էլ աշխատում ենք Գեղարքունիքի ատլասի վրա, շարունակական կլինի եւ մենք վերջապես կկարողանանք մեր երկրաքիմիկներով մեր երազանքը ուրեմն
իրականացնել եւ ունենալ Հայաստանի Հանրապետության հողերի երկրաքիմիական ատլասները, որը պետք է որ ծառայեն ի բարօրություն մեր պետության եւ մեր հասարակության։ Ճիշտ ասած, մի հատ հարց նախորդ բանից հենց մոտ մնացել, մի հատ այս հատվածից կարող եմ առանձին ասել։ Առաջինը նախորդ մասում, որ խոսում եք կառավարություն, գիտնականներ երկխոսությունից, կան ինչ-որ հաջողված օրինակներ, երբ որ այդ երկխոսությունը ստացվել է, եթե իհարկե դա գաղտնի ինֆորմացիա չի, ու ոնց որ դրա օրինակով կարելի է մյուս դեպքերում էլ այդ կոմունիկացիան անել, որպեսզի այդ գիտելիքը, որը գիտնականները կուտակում են, կարողանա պետության կարիքներին ծառայել։ Հայաստանում հաջողված кейսերի մեր վերաբերյալ։ Ես տենց հիշեցի սոտքի վերաբերյալ մեր հետազոտությունները, երբ սոտքում ուզում էին մետաղաձուլական գործարան ստեղծեին, դիմեցին գիտական կենտրոններին, ամեն գիտությունների ազգային ակադեմիա երևի 3-4 ինստիտուտ սկսեցին հետազոտել տարբեր մասերով, մենք էլ մեր մասերով, որպեսզի հասկանանք ռիսկերը Սևանի վրա, ինչով են ռեալ գնահատված թե ոչ, արդյունքները փակ էին, այդ գաղտնի չէին, բայց փակ էին, եւ նաեւ այ գիտնականների ուրեմն բացահայտած ռիսկերի արդյունքում չհիմնավորվեց այնտեղ կոմբինատ ստեղծելու ուրեմն գաղափարը, բայց այնտեղ շատ հետաքրքիր հետազոտություններ իրականացրեցինք ինչպես երկրաքիմիական առումով, այնպես էլ գեոմորֆոլոգիական եւ նաեւ պոչամբարների, այնտեղ նախատեսվում էր պոչամբար եւ հետազոտությունների ընթացքում բացահայտեցինք նաեւ անհայտ պոչամբար, որը մարդիկ մոռացել էին, որ պոչամբար էր եւ որպես ջրի ամբար էին օգտագործում, այսինքն կարտոֆիլի դաշտերն էին կիրառում ջրում, այդտեղ հավաքված ջրով եւ հետո այն ժամանակ դեռ հավես ունե եւ միջգերատեսչական բոլոր խորհուրդներում կա, այդպես մի հետաքրքիր խորհուրդ ունենք եւ կարողացանք այդ պոչամբարը գրանցել որպես պոչամբար։ Հիմա չգիտեմ որպես պոչամբար մնացել է թե չէ, այդ շատ հաջողված փորձ էր համագործակցության, որը կարծում եմ պատվով կատարեցին ինչպես ուրեմն գիտնականները, այնպես էլ որոշում կայացնողները։ Մյուսը Երևանում այդ ժամանակին մեր իրականացված հետազոտությունները մտան գենպլանի մեջ Երևանի, հետագայում նաև մտան Երևանի քաղաք կանանչ պլանի մեջ, բայց դրանով ավարտվեց, բայց մենք քաղաքապետարանի համար մի հետաքրքիր հետազոտություն էինք արել 10 տարուց ավել առաջ մեր լուսահոգի Հասմիկ Ալբերտովնայի ուրեմն ղեկավարությամբ, երբ մենք քաղաքի համար ստեղծել էինք ֆունկցիոնալ կանաչապատման նախագիծ։ Այն ժամանակ բնահեն լուծումը դեռևս ասում էին ֆունկցիոնալ կանաչապատում։ Իր իմաստը փիլիսոփայությունը ինչն էր, որ պետք է ընտրեին այնպիսի բուսատեսակներ, որոնք ոչ միայն տվյալ բնակլիմայական պայմաններում կարող են ապրել, այլ նաև կարող են գոյատևել տվյալ էկոլոգիական պրեսի տակ, որտեվ դուք տեսնում եք, հա, այդ, չգիտեմ, թույաները տնկում են, 2 շաբաթ հետո ցախավելի տեսք են ունենում, որտեվ կարող է այդ տեսակը չի կարելի այդտեղ այդ էկոլոգիական պրեսի տակ ուրեմն տնկել, ցանել, կանաչապատել։ Այդ էլ շատ հետաքրքիր ծրագիր էր, որը եթե հետևողական լինեին, ապա կունենայինք հիմա օրինակ այդ միջոցառումների մոնիտորինգը, ինչքանով ազդեց քաղաքի վրա, թե չէ։ Ունենք նաև մի քանի նպատակային ծրագրեր, որ իրականացրել ենք, եւ հաղորդակցումը շատ լավ է գնացել, որտեղ հասցեատերը ունեցել ենք, բայց վերջնական արդյունքում, որ ասեմ, տենց վաու արդյունքներ ենք ունեցել, գիտություն եւ պետություն համագործակցության, ես ավելին կուզենայի, որ ունենայինք։ Եվ մյուս հարցը, ասացիք, որ Հայաստանի ամբողջ տարածքով փորձում եք հողերի նմուշառում անել, օրինակ արձանագրել եք Հայաստանում հատվածներ, որտեղ հողի աղտոտվածությունը ինչ-որ բավականին վտանգավոր մակարդակի է հասնում ու դա արդեն օրինակ գյուղատնտեսական ապրանքների կամ մարդկանց առողջության համար կարող է ռիսկեր պարունակել։ Այո։ Բայց չհարցնեք որտեղ, որովհետև այդպես չի, որ դրանք քիչ են ու այդպես չի, որ դրանք մի մարզով են սահմանափակվում, բայց երին եթե վերադառնամ սկզբին, որ ասում էի տարածքները տարբեր են լինում եւ աղտոտումներն էլ տարբեր պատճառներ են ունենում բնականից մինչեւ անթրոպոգեն, Հայաստանը այդ առումով շատ հարուստ է նաեւ այդ տիպի տարածքներով, որ օրինակ մոլիբդենի պարունակությունները բնական տարբեր բաղադրիչներում բարձր են,
օրինակ պղնձի պարունակությունները բարձր են կապարի, ցինկի, հա, այդ պոտենցիալ տոքսիկ տարրերից եւ ծանր մետաղներից շատ-շատերի։ Ուրիշ բան, երբ մենք հանքաշահագործում ենք, բացի տնտեսական նշանակություն ունեցող տարրերը, երկրի մակերևույթ հանում ենք նաեւ այն տարրերը, որոնք տնտեսական նշանակություն չունեն, եւ դրանք քնած վիճակից բարձրանում են երկրի մակերևույթ, մտնում են բնական շրջապտույտի մեջ եւ այդ հող ջուր բույս համակարգով մտնում են շրջապտույտ, ոչ միայն բնությունն են աղտոտում, այլ նաեւ գալիս հասնում են մեր սեղաններ։ Եվ իհարկե Երևանն է առանձնանում իր հողերի աղտոտման բարձր մակարդակներով, երկար տարիներ, եւ այդ ինչի ենք պոտենցիալ տոքսիկ տարրերի մասին խոսում, որովհետեւ դրանք կայուն տարրեր են։ Եթե դրանք բնության մեջ մտան, բնությունը դրանցից ազատվելու ինքնամաքրման մեխանիզմներ չունի։ Եվ իրանք սիրում են ուրեմն կուտակվել ոչ միայն բնության մեջ, այլ նաեւ մարդու օրգանիզմում։ Եվ դրա համար դրանք անվանում են կայուն, դրանով էլ պայմանավորված է դրանց տոքսիկությունը։ Եվ այո, մենք ունենք նաև տենց տարածքներ, որոնք ոչ միայն բնականորեն են հարուստ այս կամ այն տարով, այլ նաև անտրոպոգենեզի պատճառով։ Մերելի ցավոտ թեմաներից ամուլսարի թեման կուզեի այս դեպքում երևի ոչ թե ավելի շատ եւ գիտնական եւ որպես ասենք երկրի բնակիչ հաշվի առնելով նաև արտաքին ճնշումները, հաշվի առնելով նաև որ օրինակ ամուսարը եկամուտ է բերելու, օրինակ ինչ որ չափով կարելի է Երևանի աղտոտվածությունը մեղմել ու այդ ամբողջը համադրելով նաև խոսանք հենց աղտոտվածության ամուսարի վտանգների, որը որ ապագայում բերելու է մեր սերունդներին։ Ինչ եք կարծում, դուք ինչ գնահատական գտաք։ Ցավոտ հարցեր են հատկապես հանքավայրերի շահագործման, եթե հին հանքավայրերը նայենք, այնտեղ ուրիշ խնդիրներ կան, ուրիշ խնդիրներ կան։ Նոր հանքավայրերի վերաբերյալ, տեսեք, երբ որ շմագ են անում, հա, շրջակա միջավայրի ազդեցության ուրեմն գնահատում են իրականացնում, երկրաքիմիական հանույթ չեն անում։ Ոչ հին հանքավայրի սեփականատերերին փոփոխելուց, ոչ նոր հանքավայրերի ստեղծման համար, այսինքն այն իմ ասած բազային քիմիական ուրեմն իրավիճակը մենք չենք կարողանում գնահատել, այդպես եղավ Թեղուտը, այդպես եղավ մնացած հանքերը։ Ամուսարում մենք կոնկրետ հետազոտություններ չենք իրականացրել, բայց ղեկավարը մեր պրոֆեսոր Սաղաթելյանը, քանի որ ինքը նաև երկրաբան էր, ինքը լուրջ ռիսկեր էր տեսնում, իսկ հանքավայրերը իրանք պարզա բոլորն էլ իրանց մեջ ռիսկեր ունեն, խնդիրը կառավարելի եւ ոչ կառավարելի ռիսկերի մասին է խոսքը, եւ ինքը ամուսարում տեսնում էր դրենաժային ջրերի ոչ կառավարելի ռիսկեր, համարում էր, որ դա անկառավարելի ռիսկեր են եւ դրանք տարիների ընթացքում խնդիր են դառնալու հատկապես Սևանի համար։ Եվ քանի որ մենք տարածաշրջանում քաղաքական առումով էլ մեր դիվիդենդները հենց ջրից են գալիս, ջրային ռեսուրսներից են գալիս, ինքը համարում էր, որ պատահական չէ, որ ամուսարը այդպես ուրեմն թիրախում է հայտնվել։ Եվ ինքը այդ ռիսկերը տեսնում էր։ Ինքը արդեն տենց հիվանդանոցում էր մահամերձ էր, երբ LRD հետազոտությունը եղավ պետության պատվերով, ինքը արդեն ի վիճակի չէր կարդալու, ես կարդացի իրեն պատմեցի, որ LRD եզրակացության մեջ գրած էր, որ այո, բավարար հետազոտություններ արված չեն, որպեսի պնդեն, որ ռիսկերը կառավարելի են դրենաժային ջրերի։ Այսինքն այն ռիսկը, որ ինքը տեսնում էր, LRD-ը նույնպես, չնայած որ հետազոտություն չէր արել, ուղղակի այդպես գրական ակնարկ էր արել տվյալ կամպանիայի հետազոտությունների ուրեմն վերաբերյալ, բայց այնտեղ գրված էր անգլերեն տարբերակում, որ հետազոտությունները բավարար արված չեն, որպեսզի ամուսարի ռիսկերը համարեն կառավարելի։ Դրա համար որպես քաղաքացի Պարզա, մենք հարուստ ենք, մեզ խորհրդային տարիներին սովորացրել են, որ Հայաստանը աղքատ պետություն է, բայց մենք շատ հարուստ ենք, մետաղական հանքավայրերով նաև հատկապես, բայց մենք պետքա միասին որոշենք այդ առաջնահերթությունները, մենք ինչն ենք ուզում, հա, շահագործենք, որպեսզի ինչ ունենանք եւ կարևորը ինչպես շահագործենք, որպեսզի ինչ ունենանք։ Այսինքն այդ կշռադատված առաջնահերթությունները չունենք, դրա համար մենք իրար հետ ենք մրցում, որպեսզի հասնենք արևին։ Մենք չենք մրցում իրար հետ, որ հասնենք առաջնահերթության։ Հիմա մենք չունենք այդ առաջնահերթությունը։ Եթե սահմանած ունենք, այո, նույնիսկ որպես բնապահպան,
Ես կհամարեմ, որ այն հանքավայրերը, որոնք կառավարելի ռիսկեր են պարունակում, կարելի է մտածել դրանց ճիշտ շահագործման մասին։ Այսօր աշխարհում կան կենսոլորտային պահպանավայրեր, որոնք պահպանավայրի հատուկ կարգավիճակով են, եթե կհետաքրքրի հետո կպատմեմ ինչ են։ Նույնիսկ այդ պահպանավայրերում կան հանքավայրեր, նաև մետաղական։ Այսինքն ռիսկերը այնպես են կարողացել նվազեցնել, մինիմիզացնել եւ կառավարել, որ կենսոլորտային պահպանավայրում գործում են հանքավայրեր։ Մենք դեռ այդ մակարդակին ցավոք սրտի չենք հասել, իսկ նուբարաշենը չենք կարողանում կառավարել, բա որ հանգարց ամուսարում էլ ձմեռը պատահական գա։ Դրա համար այդ ռիսկերի կառավարման վերաբերյալ մենք խնդիրներ ունենք շատ։